խնդրենք այն փաստից, թե սահմանազատության հետ կապված որևէ բան այս պահին Տավուշում իրականացում է, թե չէ, այսինքն այդ գործընթացը սահմանափակվել է այնքանով, որքանով որ արվել է, թե հիմա աշխատանքներ կան։ Այնքանով որ արվել է, հիմա կոնկրետ ոչ մի աշխատանք չկա, ոչ մի process գործընթաց չկա։ Այդ դեպքում ինչու են անդադ փոխվարչապետերի մակարդակով այդ քննարկումները կան։ Այսինքն հնարավոր է որ հիմա այլ մարզերից են Սյունիքից պետք է սկսել։ Ես նկատի ունեմ, որ կոնկրետ Տավուշի մարզում ես պատասխանատու եմ Տավուշի մարզի համար։ Իհարկե փոխվարչապետերի մակարդակով կար այդ քննարկումը լինի, բայց կոնկրետ Տավուշի մարզում գործընթաց չկա որևէ դրա հետ կապված, այդ նկատի ունեմ։ Իսկ առասարակ տարածքների հետ կապված ինչ տարածքները, որ մասին խոսում է, որ մենք ունենք տարածքներ, այստեղ Ադրբեջանին է պատկանում եւ այլն։ Սա դες համար կարելի է որ տարածքներն է վերաբերում։ Ոչ, միջև սահմանազատման գործընթաց չլինի, դա չի կարող պարզ լինել։ Այսինքն 12-7 կիլոմետր հատվածը, որ սահմանազատվել է, այդ ժամանակ է պարզվել, չէ՞, որտեղ են դրվում այդ կետերը։ Այսինքն միջև սահմանազատում չլինի, չեք կարող ասել։ Չէ, երբ իշխանությունն ասում է, որ կան տարածքներ, որոնք Ադրբեջանին են պատկանում, բայց Հայաստանի վերահսկողության տակ ինչ տարածքների մասին է խոսքը։ Որովհետև մենք չենք տեսնում Ադրբեջանից նման պահանջ չի եւ միայն Հայաստանի իշխանություններն են այդ մասին խոսում։ Ոչ, դա լրիվ պարզ երևում է, այդտեղ տենց մեծ գաղտնիք չկա, լավ գիտեք, որ Մոսկվայի հատվածում եւ Բերքավերի հատվածում նման տարածքներ ունենք։ Տավուշի մարզ, պատն էին նայում, թե դպրոցին հարակից այդ պատն ինչպես միշտ ինձ հետաքրքիր այդ պատը շարելուց հետո դպրոցում քանի աշակերտ է ավելացել։ Ուրեմն նախ ասեմ ձեզ, որ հիմա կոնկրետ այս պահին 37 աշակերտ է սովորում դպրոցում եւ 5 երեխա նախակրթարան է հաճախում, ընդհանրապես գյուղից արտագաղթ, եթե դուք այդ նկատի ունեք, չի եղել։ Այդքանը կարամ ասեմ։ Ներգաղթ հիմա այս պահին կոնկրետ Կիրանց գյուղում 53 պետական ծրագրով 16 միլիոնի ծրագրով տուն է կառուցվում։ Ես ձեր գործընկերներին հարցը ուղղեցի, նաև ձեզ եմ ուղղում, մենք տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ մոտ 2-3 ամիս առաջ դուք ձեր գոլեգաների Գեղարքունիքի մարզպետի հետ, որից հետ նաև ձեզ հետ եղել Կուտայքի մարզպետը, գնացել եք Սևանի ափին խնջույքի եք մասնակցել, խնջույքը ուրախանցել է, բայց ըստ էության երևի գինովցել եք արդեն երեկոյան եւ հնչել են կրակոցներ։ Ինչ է եղել։ Լավ, կներեք, այդ ասեմ, որ այդ տեղեկությունը լրիվ անհեթեթություն է։ Իրավապահները վերադասնի զեկուցել են, ես հավաստի։ Ուրեմն, եթե հավաստ տեղեկություններ ունեք, ես էլ ձեզ հավաստիացնում եմ, դուք Երևակայի մեր քաղաքական թիմին լավ չեք ճանաչում, եթե նման դեպքեր եղել, մենք բոլորս պատժված կլինենք։ Սրանից տարիներ առաջ անտառում դեպք տեղ ունեցավ, անտառապահին բռնել էիք, որ գողության հետո այնքան էիք վազե քաղաքացու հետևից ձեր մեքենայով, եւ արդյունքում այո, վթարի էր ենթարկվել մեքենայով, լավ մեքենան վարել էիք իր մեքենայի հետևից, հա, արդյունքում վթարի էր ենթարկվել, մահացել եք քրեական վարույթներ կան։ Ուրեմն ես ձեզ կխնդրեմ, այդ շրջանակներից դուրս չգաք, դուք լավ գիտեք, որ էդ էլ է սուտ տեղեկատվություն, եթե նման բաներ եղե, քրեական գործում ես ներգրաված կլինեի։ Ընդդիմությունը ինչ քրեական գործ Ընդդիմությունը թող համապատասխան մարմիններին դիմի, ես ստանամ իմ պատիժը հասանելիք։ Դուք այսինքն մտավախություն չունեք, որ իրավապահները վերադասնեն Ոչ թե մտավախություն չունեմ, նման դեպք չի եղել, խնդիրը սրանում է կայանում։ Պարոն Ղարումյան, գնեք, ձեր նշանակումը արդյոք ԽՑԲ-ի արդյունք չէ։ Ինչ առումով։ Դուք Նիկոլ Փաշինյանի հետ սանիկական կապերի մեջ եք, ԽՑԲ-ն էլ խնամի ծանոթ բարեկամ Նիկոլ Փաշինյանն ասում էր գալու ենք ԽՑԲ-ին վերջ ենք։ Ես խնդրեմ այդ տրամաբանությունից դուրս գաք։ Եթե իմ կենսագրությունն նայեք, ես վերջ տարիներին միանակ 11 տարվա բանկային համակարգի ստաժ եմ ունեցել, որից 9 տարին կառավարիչ։ Այսինքն դե ունեցող կա։ Ես ձեր հարցին պատասխանեցի, որ ոչ։ Ես չեմ ինքն առաջադրվել, ինձ առաջադրել են մեր քաղաքական թիմի ընկերները եւ ես նշանակվել եմ մարզպետ, ավելացնելու ոչինչ չունեմ։ Պարոն Ղարումյան, բեռնատարների վարորդները հիմնականում Տավուշի մարզում են այսպես իրենց բողոքի ակցիան արել։ Հիմա ինչ վիճակ է, մեքենաները կանգնած են, ինչ խնդիրներ կան, դուք որպես մարզպետ գնացել եք, խոսել եք։ Որպես մարզպետ ես տեղեկացված եմ եղել, ամեն 10 րոպեն զանգել են տվյալ տարածքից տեղեկատվություն են տվել։
ոչ մի խնդիր չի առաջացել, խաղաղ մարդիկ կանգնած են եղել ուղղակի ճանապարհի եզրին, այսինքն ճանապարհ չի փակվել, երբ որ տրվել է Մհեր Գրիգորյանի գրությունը, իրենց է փոխանցվել, որ բանակցություններ են գնում Ռուսաստանի Դաշնության հետ այդ ժամկետների փոփոխության, մարդիկ թողել են հեռացել։ Պարոն Ղալումյան, իսկ քանի որ ձեր մարզում Պարտադիր այդքան մոտիկ չէ, պայծիկ։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ կան ադրբեջանական տարածքներ, որոնք վերահսկում է նաև Հայաստանը, հիմա ես ուզում եմ իմանալ Տավուշում կան տարածքներ, որոնք հայկական վերահսկողության տակ են, բայց ես այդ հարցին պատասխանել եմ։ Քանի քառակուսիով չեմ կարող ասել։ Ես մոտավոր ձեզ տարածք ասացի, որ որտեղ այդ տարածքները գտնվում, ու դա գաղտնիք չի Հայաստանի։ Որոնք ադրբեջանական են։ Եվ ադրբեջանական, եւ հայկական։ Երկուսն էլ ասեցի։ Ադրբեջանականը որտեղ է։ Ժողովուրդ ջան, այդ հարցին ես պատասխանել եմ։ Լուծումը ինչպես եք տեսնում, թողնել այնպես ինչպես որ կա, թե ամեն դեպքում Ժողովուրդ ջան, սահմանազատման process-ը, երբ որ կգնա, վերջնական պարզ կլինի։ Ժողովուրդ ջան, ասենք հիմա այդ մասին խոսելը վաղ է։ Պարոն Ղալումյան, բայց գործընկերներս ասում են, որ դուք չեք ասել կոնկրետ որ տարածքներում են, որ ադրբեջանական հողեր են եւ գտնվում են հայկական վերահսկողության ներքո, այս սա կհստակեցնեք։ Չեմ ասել։ Որ հատված։ Ժողովուրդ ջան, մեկը պնդում է, որ ասել եմ, մեկը պնդում է, որ չեմ ասելու։ Ես այդ հարցին պատասխանել եմ, շարունակեցեք։ Որպեսզի անճշտություն չլինի, կխնդրեմ նորից։ Հետ կդակ ձեր կնայեք ձեր տեսած ձայնագրությունը։ Իսկ հայկական հողատարածքներ, որ ադրբեջանականն է վերահսկում, քանի քառակուսի կիլոմետր կան Քառակուսի կիլոմետրով ես չգիտեմ։ Չգիտեք ինչքան տարածք է Ադրբեջանը վերահսկում։ Ոչ։ Պարոն Ղալումյան, դուք նախորդ Կիրակի պատարագին էիք մասնակցում, որը fake պատարագ է համարվում, որովհետև կարգալույց քահանան իրականացրել, պատրաստում եք այս Կիրակի էլ գնաք եւ արդյոք մարզից մարդկանց ավտոբուսներով պատրաստվում եք տանել այդ պատարագին։ Ամենայն դեպս այնտեղ գտնող լրագրողները ձեզ կհավաստիացնեն, որ այնտեղ ավտոբուս չի եղել, այդ մեկ, երկրորդը ես մենակ եմ եղել ու հաջորդ Կիրակի է լինելու։ Ինչու եք գնում։ Ինչու եք Տավուշից հարցնում Արագածոտնի մարզ պատարագի։ Ասենք ինձով կար արգելի։ Չէ, չեմ ասում, ասում եմ ձեր պատճառը ո՞րն է, չեմ ասում արգելում է ձեզ ինչով։ Ով ասում մեր մարզում չեմ գնա։ Ոնց մեր մարզում չեմ։ Ժողովուրդ ջան, հետաքրքիր է ինչու եք ձեր մարզից հասնում եք։ Ոչ մեկ չի կարող սահմանափակի որևէ մեկին։ Ցանկություն ունեմ գնում եմ։ Հրահանգ կա։ Ոչ մի հրահանգ չկա։ Բայց նույնիսկ եկեղեցու տարածքում չէիք պատարագի ժամանակ, ես նկատեցի դուք դարպասից դրսում էիք կանգնած։ Որովհետև եկեղեցի մտնել հնարավոր չէր, ինչ տարբերություն, եկեղեցից 5 մետր հեռու կանգնեի, թե 15։ Գնացել կարող եք մտնել։ Ժողովուրդ ջան, դա իմ իրավունքն է։ Դա ձեզ չի վերաբերվում։ Ֆիզիկական ներկայություն էր պետք։ Ինչ առումով ֆիզիկական ներկայություն։ Որտեղ ներկա լինեք, հանկարծ ձեր։ Ես ձեր հարցի ինչ խոսակցություն պետք է գար։ Ում կողմից։ Հրահանգվել էր, որ բոլորը այնտեղ լինեին։ Հիմա եք Կիրակի։ Դա ձեր տրամաբանությունն է, որը որ իմինի հետ չի համընկնում։ Մայրաթորը որակեց այդ պատարակը, դուք փաստորեն պղծությանը մասնակցում։ Մայրաթորը չի կարա պղծություն որակի այդ պատարակը, որովհետև այնտեղ հազարավոր մարդիկ են եղել, մայրաթորը իրավունքը չունի, մայրաթորը թող իր գործերով զբաղվի։ Իր գործը դա է նայել։ Իր գործը դա չի։ Բա իր գործը եկեղեցիների Այսինքն ով ուզի կարող է պատարակ քահանաների արարողակարգին համապատասխան չափորոշիչներով այդ իր գործերն է։ Բա ինչ անի ձեր հարցադրումն այնա նշանակում, որ թե կալքավոց եղած քահանայա, լավ, հետ գնանք լայն մի կողմին, ով է կարգալույց արել այդ մարդուն։ Ով ձեռնադրել է։ Ով ձեռնադրել է, բա այդ մարդու հետ կապված այս վերջի իրադարձությունները, որ ոչ մի հարցի չի պատասխանում։ Որ վերջի իրադարձությունները կոնկրետ հարցերին չի պատասխանում, խախտելակուսակրոնության բանը ուխտը, ասենք այդ ամեն ինչը հաշվի չի, ինքը կարա կարգալույց անի քահանայի։ Ուրեմն դա ինչը որ իմ գործն է, ես խոսում եմ։ Ժողովուրդ ջան, վերջացրիք։ Չէ, ես այլ հարցեր ասա։ Մենակ նորմալ խնդրում եմ սադրիչ հարցեր չտակ, անիմաստ անտրամաբանական չեմ պատասխանել։ Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, ժողովուրդ ջան, ես խնդրում եմ կոնկրետ հարցեր տվեք, առանց հետին մտքերի, առանց
Առանց հետին մտքերի եւ առանց սադրանքների պարոն Ղալումյան խնդրում եմ ասել, ի վերջո Կիրանցում քանի ընտանիքի փոխհատուցում տրվեց եւ որքան։ Դա գաղտնի տեղեկատվություն է, որը որ հրապարակման ենթակա չի։ Բոլորը ստացան։ Ոչ։ Ինչու։ Քանի հոգի Ժողովուրդ ջան, ասում եմ, դա հրապարակման ենթակա չի։ Թիվ չեմ ասելու։ Բայց դրա ինչն է գաղտնի, պարոն Ղալումյան, այսինքն դրա ինչն է անվտանգային առումով խնդիր, որ Խնդրեմ ձեր հարցերը ուղղակի։ դա է։ Հարց ենք տալիս, գալիս եք ձերն այս մտնի։ Ես չեմ ասում, չի։ Իմ մասնակցի քո խնդիրն է։ Պարոն Ղալումյանից հետաքրքիր է, պարոն Ղալումյանից հետաքրքիր դիվիզիոնի քաղաքապետի վարքը ոնց կմեկնաբանեք։ Ինքը գողական էր, քրեական ենթամշակ, Ինչ առումով։ Այդ ինչպես էր լրագրողների հետ խոսում, այդ ինչ Ուրեմն նա ժողովուրդ ջան, եկեք սկսենք նրանից, որ տվյալ հարցադրումը ով որ այդ օրը արեց, այսինքն ինքը նպատակ ուներ այդ մարդուն սադրելու, նույն գործընթացը ինձ հետ ա եղել, ինքը Ես խնդրում եմ կոռեկտ, ես հարցի պատասխանում եմ, երբ որ կպատասխանեմ կավարտեմ, դուք կասեք։ դուք չեք պատասխանում հարցերին։ Ուրեմն դեռ ոչ մի արտարոց բան տեղի չի ունեցել, պարոն Սարգսյանն ուղղակի տոնը բարձրացրեց, քանի որ իրան սադրող հարցեր էին ուղղել։ Պաշտոնյան պետք է պատրաստ լինի, պարոն Ղալումյան, ես սադրող Այդ պաշտոնյան նաև ունի համբերություն, ժողովուրդ ջան, այդ ոնց է դուք կարաք համբերությունը մի րոպե, Ինչ ասենք լավ, դրանով որևէ մեկին վիրավորեց, որևէ մեկին թթու խոսք ասեց։ Ինքը ոչ քաղաքապետ է, ոչ էլ Ժողովուրդ ջան, դա ձեր կարծիքն է, ես խնդրում եմ համենայն դեպս իմ ներկայությամբ պարոն Սարգսյանի մասին նման բաներ մի կարտահայտ։ Ես հարց տվեցիք, ես պատասխանեցի։ Դուք հիմա իր վարքը գողական էր, քրեական ենթամշակ։ Ոչ գողական էր, ոչ քրեական ենթամշակույթ էր, մարդուն հունից հանել էին, ընդհանրապես ձայնը բարձրացրեց։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։